մեր ռազմագերիների հարցը իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի եւ մասնավորապես Արցախի քաղաքական էլիտայի հարցը դա միանշանակ քաղաքական հարց է։ Եթե Հայաստանը ազատ արձակեց ցմահ ազատազրկված Շահբազ Գյուլիևին եւ Ասքերովին, մեկի լիարդը բուժեցին, մյուսի ատամները սարքեցին, մեկի մազերը ֆենեցին, վրաները բանտիկ կապեցին ու հանձնեցին Ադրբեջանին, բնականաբար քաղաքական լուծման շրջանակներում հնարավոր է լուծել նաև Արցախի ռազմաքաղաքական էլիտայի եւ մյուս ռազմագերիների հարցը, բայց եկեք հասկանանք, որ շատ վատ է իրան պահում այստեղ նաև Ռուսաստանը, կրկնում եմ նաև Ռուսաստանը, որ ուղղակիորեն մատը մատին չի տալիս այն մարդկանց փրկության հարցում, որոնց լեգիտիմությունը ինքը 30 տարի ընդունել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը եւ այո, մենք տեսնում ենք միջազգային հանրության որոշակի շատ նվազ քայլերը։ Ես չեմ կարող ասել, որ եվրոպական հանրույթը ոչինչ չի անում։ Եթե ինչ որ բան անգամ անում է Եվրոպական պարլամենտը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ սենատորները, Բելգիայի, Շվեդիայի, մենք տեսանք Շվեյցարիայի խորհրդարանները, բայց դա բավարար չէ։ Եվրոպական միությունը այո կարող է կոնկրետ հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, բայց քանի դեռ Եվրոպական միության առաջի դեմքերից մեկը Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է, ով շատ ջրիկ եւ սիրալի հարաբերություններ ունի Ալիևի հետ, ես լավատես չեմ, որ բացի A4 ֆորմատի վրա թղթային հայտարարություններից մեր ռազմագերիների Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգության վերաբերյալ մենք արևմուտքից որևէ այլ գործուն քայլեր կստանանք։ Հարցը հնարավոր է լուծել բացառապես քաղաքական օրակարգով, ինչի կամքը Հայաստանի իշխանությունները չունեն եւ ինչի կամքը առնվազն մենք չենք տեսնում այլևս գոյություն չունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։